Արթուրը արդեն խոսեց պետական պարտի կառավարման կարևորության եւ արդյունավետության մասին, միանգամից ասեմ, որ դրա մի էական հատված, որ ներգրաված է այլ երկրներից, որպես պետական պարտ, կարող է ծառայել այդ պետություններին վճարելու փոխարեն Հայաստանի բնության մեջ ներդնելու միջոցով։ Եվ սա միջազգային պրակտիկա է, միջազգային լավագույն փորձն է, ու մենք ունենք այդ ծրագրերը։ Քիչ հետո ավելի կմանրամասնեմ։ Հիմա շատ կարևոր է, որ մենք Հայաստանի սոցիալական վիճակի եւ մեր պատկերացած քաղաքականությունը ներկայացնենք։ Սոցիալական Հայաստանի մեր պատկերացրած տեսլականը ուզում եմ անվանել սոցիալական Հայաստան երեխաների, երիտասարդների, տարեցների, այսինքն բոլորիս համար։ Վստահ եմ, միասին դա կարող ենք անել։ Ինչպես նշեցի, խոսելով ծրագրային դրույթներից եւ առաջին հերթին քիչ առաջ պետական պարտի կառավարման կարևորության մասին, ասեմ, որ կա այդպիսի միջազգային լավ տարածում ստացած, անվանում ստացած ծրագիր, որ կոչվում է բնապահպանական ներդրումներ պետական պարտքի դիմաց։ Սա նախ եւ առաջ այն սկզբունքն է, որ յուրաքանչյուր երկրի ընդերքը, ջրային պաշարները, բուսական, կենդանական աշխարհը այդ երկրի եւ նրա սերունդների սեփականությունն է։ Եվ չի կարող մի սերունդ ուղղակի սպառի եւ ավարտի գալ։ Ու դրա լուծումը, լավագույն լուծումը նա է, որ անընդհատ ներդրում կատարվի բնության մեջ։ Ինչ է այս մեխանիզմի էությունը։ Հայաստանը ներգրավել է տարբեր երկրներից պետական պարտքեր՝ Ռուսաստան, Ճապոնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, եվրոպական երկրներ, եւ այս երկրները միջազգային բնապահպանական ֆոնդերին պարտավորված ձևով վճարում են կատարում։ Այս ֆոնդերը պետք է նաեւ ներդրումներ կատարեն կամ հատկացումներ անեն այն երկրներում, որտեղ կա հնարավորություն բնության մեջ ներդրում կատարելու։ Հայաստանը այդ երկրներից մեկն է։ Եվ հետեւաբար փոխարենը այս երկրներին այս պարտքերը տալու համաձայնության ենք գալիս երկրների հետ եւ ֆոնդերի հետ, որ այդ գումարները դրվելու է Հայաստանում, անտառներն են ընդլայնվելու, ջրային պաշարներն են ընդլայնվելու, ազգային պարկերը, Սևան ազգային պարկ, Դիլիջանի ազգային պարկ, Զանգեզուրի կեսլորտային համալիր, մեր արգելոցներն ու արգելավայրերը, որոնք, ինչպես նշեցի, ոչ միայն ներկա, նաև ապագա սերունդների սեփականությունն է։ Բայց այնուամենայնիվ, վերադառնալով սոցիալական պետությանը, բոլորս ենք ուզում ապրել խաղաղ պետությունում։ Չարաշահել պետք չի այս բառակապակցությունը, բայց խաղաղությունը ոչ միայն սահմանին չկրակելն է, ամուր բանակ ու արդյունավետ արտաքին քաղաքականություն ունենալը, որոնք առաջին անհրաժեշտություն են, բայց նաև շատ կարևոր է կյանքի հանդարտությունն ու հանգստությունը, համոզմունքը, որ վաղը ամեն ինչ ձեռքիցդ չի գնալու։ Դու գիտես, որ կյանքի դժվարին իրավիճակում պետությունը կողքիդ է, իր համարժեք աջակցությամբ։ Դուրս ես գալու աղքատությունից, գործազրկությունից, հաղթահարելու ես հիվանդությունն ու անաշխատունակությունը, ստանալու ես արժանապատիվ վարձատրություն, իսկ ծերության դեպքում արժանապատիվ թոշակ, քեզ հասանելի են լինելու որակյալ կրթությունը, կյանքիդ որակը բարելավելու, ներառյալ նախընտրած հանգիստդ վայելելու շարունակական հնարավորությունները։ Կարճ ասած, պետություն, որտեղ մարդն իրեն մարդ է զգում։ Հենց սա է իրականում սոցիալական պետությունը։ Մենք երեք ունեինք պետություն, որը թեև ուներ դժվարություններ եւ սոցիալական խնդիրներ, բայց առաջ էր գնում։ Ոմանք դա մոռացության են տվել, սակայն մենք ձեր հետ միասին եւ բազմահազար մեր հայրենակիցներ շատ լավ են հիշում։ Հիշում են, թե ինչպես էին ամիսներով չնչին աշխատավարձին սպասում ուսուցիչը, պետական ծառայողը, պարզ քաղաքացին, խղճուկ թոշակը վճարում էր խիստ ուշացումներով։
տարական սոցիալական հարցերն ու կյանքի կազմակերպումը լուրջ խնդիրներ են։ Թվում էր դա անհաղթահարելի է։ Սակայն կարճ ժամանակամիջոցում աշխատավարձերը եւ թոշակները վճարվեցին առանց ուշացումների։ Վերականգնվեց բյուջետային կարգապահությունը։ Դրանց չափերն աճեցին առաջանցիկ, ոչ թե փոքր տոկոսներով, այլ անգամներով, ովքեր չեն հիշում, հիշեցնում եմ, ովքեր չեն տեսել, ուզում եմ վստահեցնեմ, որ հարցնեն իրենց ծնողներին, իրենց շրջապատին, տարեց մարդկանց, կպատմեն, թե ինչպես էր 1998-ից հետո այս ամենը իրականություն դառնում։ Հոսանքի հովարային անջատումները վերացվեցին, բարելավեց ջրամատակարարումը, համայնքները լայնորեն գազաֆիկացվում էին, օր-օրի սոցիալական բեռը թեթևանում էր, սոցիալական համերաշխությունը դառնում էր առօրյա, սկզբում դա թվում էր անհնար, փաստացի դարձավ իրականություն։ Իսկ ինչ ունենք այսօր։ Ցավոք, սոցիալական պետության հիմքերը խախտվել են։ Համատարած ատելություն, անհանդուրժողականություն, ոչ միայն հասարակության տարբեր շերտերի, նույնիսկ մի ընտանիքի մեջ, նույն համայնքում, նույն գյուղում մարդիկ ելել են իրար դեմ, չեն հանդուրժում մեկը մյուսին։ Եվ սրա պատճառը միայն արտաքին չէ, սրա պատճառը միայն այն ծանր հոգեբանական վիճակը չէ, որ ստեղծվել է, սրա պատճառը նաև խորը սոցիալական հիմքն է, որ այս իշխանությունը ցավոք սրտի բերեց եւ շարունակում է ամրապնդել։ Սրա պատճառն է նաև այն, որ եկամուտների ակնհայտ անհամաչափ իրավիճակ է ստեղծվել։ Սոցիալապես խոցելի խավերի եկամուտները ակնհայտորեն հետ են մնում կյանքի թանկացումներից։ Ոչ միայն շեշտակի աճում են առաջին անհրաժեշտության սպառողական ապրանքի գները, դեղորայքն ու կոմունալ վճարները, այլև գույքահարկը, հանրային տրանսպորտի սակագինը։ 100 հազարավոր քաղաքացիներ կանգնած են ամենօրյա դժվարին ընտրության առաջ, չնչին եկամուտով վճարեն ջեռուսման, թե կենսական դեղորայքի համար։ Հետևաբար ինչ է պետք անել։ Մեր առաջնային քայլերը լինելու են հետևյալները։ Նվազագույն աշխատավարձը հավասարեցվելու է կենսապահովման նվազագույն զամբյուղին։ Աճելու են պարբերաբար, այսինքն ինդեքսավորվելու են, այսինքն գնաճից ոչ պակաս յուրաքանչյուր տարի ավտոմատ, օրենքի ուժով, այլ ոչ թե քաղաքական ցանկությամբ աճելու են։ Բազային կենսաթոշակը աճելու է առնվազն 50%-ով եւ պարտադիր կրկին ինդեքսավորվելու է գնաճի զուգահեռ։ Ձմռան ամիսներին ամբողջությամբ կփոխհատուցվեն սոցիալապես անապահով միայնակ թոշակառուների, ծայրահեղ աղքատ եւ երեխա ունեցող ընտանիքների գազի եւ էլեկտրաէներգիայի ծախսերը։ Մենք վերանայելու ենք էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականությունը, որը նպատակաուղղված է լինելու իջեցնելու ցերեկային սակագինը։ Նվազեցնելու ենք գույքահարկը, այսինքն 2026 թվականի համար նախատեսված այս այլանդակ բարձրացումը չեղարկվելու է եւ կիրառելու ենք շքեղության հարկ, այսինքն հարուստ եւ գերհարուստները վճարելու են ցածր եւ միջին եկամուտ ունեցող նաեւ մարդկանց փոխարեն։ Կարճ ասած, սոցիալական համերաշխությունը ձևավորելու ենք նաեւ եկամուտների արդար վերաբաշխմամբ։ Համատարած այս հայտարարագրումը չեղարկվելու է, այն որ բոլորը աշխատող, չաշխատող, թոշակառու, ոչ թոշակառու, մասսայաբար պարտադրված հայտարարագրեր են տալիս, սա վերացվելու է։ Համոզված ենք, որ այս քայլերը անհրաժեշտ են սոցիալական պետությունը ամրացնելու մեր որդեգրած ճանապարհին։ Իսկ ում համար է այս պետությունը լինելու։ Անշուշտ առաջին հերթին ընտանիքների,
Ես ուզում եմ հիշեցնել 1998-2008-ին, որ ընտանիքի պաշտպանությունը դարձավ հատուկ ոչ միայն սահմանադրական, նաև օրենքի մակարդակով ու գործադիր մակարդակով պաշտպանության կարևոր նպատակ, թիրախ։ Ընտանիքը պաշտպանված էր, մենք ունենք կայուն ժողովրդագրական դրական միտումներ, ինչի մասին արդեն Արթուրը նշեց, իսկ առողջապահական համակարգը քայլ առ քայլ դառնում էր ավելի արդիական եւ հասանելի բոլորի համար, իր թերություններով եւ բացթողումներով հանդերձ։ Բայց պետությունը տեսանելի կերպով էր իր վրա վերցնում խոցելի խմբերի պաշտպանության բեռը։ 98-2008-ին տնտեսական բումի արդյունքը միայն թվերը չէին, դա սոցիալական իրական վերելք էր։ Աղքատությունը կտրուկ նվազեց, ստեղծվեցին տասնյակ հազարավոր իրական աշխատատեղեր։ Եվ ամենակարևորը, անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ արձանագրվեց դրական միգրացիոն սալդո։ Մարդիկ վերադառնում էին, հաստատվում ու վերահաստատվում իրենց հայրենիքում։ Ամրանում էր Հայաստան-Սփյուռք կապը։ Գիտեք, կրկին Արթուրը խոսեց բազմամակարդակ ներդրումային ֆոնդի մասին, դեռ առիթ ունենանք ավելի բացելու։ Ասեմ, որ այս ֆոնդի հսկայական հնարավորությունը բացվելու է նաև մեր սփյուռքահայերի համար։ Միայն երկու թիվ նշեմ, առաջինը հայության կապիտալը գնահատվում է ամենամեղմ հաշվարկներով կամ միջին հաշվարկներով շուրջ 400 միլիարդ դոլար աշխարհով մեկ։ Անգամ սրա 5%-ը այս բազմամակարդակ ներդրումային ֆոնդի ներգրավմամբ, ինչը իրատեսական է, ապահովելու է Հայաստանի տնտեսական զարգացման այն բանաձևը, որի մասին խոսեց իմ ընկերը։ Բայց այնուամենայնիվ իրական կյանքում առողջապահությունը կամ առողջությունը մարդու ամենակարևորն է։ Այս մարդիկ այսօրվա իշխանությունները համոզում են, որ առողջության համընդհանուր ապահովագրության այս համակարգը լուծել է բոլոր խնդիրները։ Նրանք ստում են։ Անշուշտ առողջապահության համակարգը անհրաժեշտություն է, կարևոր է, բայց այն համակարգը, որը կայուն է, լիարժեք է եւ պրոբլեմներ ստեղծող չէ, իսկ այսօրվա համակարգը պրոբլեմներ է ստեղծել թե բժիշկների, թե բուժառուների, թե առողջապահական հաստատությունների առումով եւ օբյեկտիվ դժգոհությունները կան։ Մենք վերացնելու ենք այս ամենը, այո, առողջապահության համընդհանուր ապահովագրությունը գործելու է, բայց գործելու է մաքսիմալ անթերի եւ ներառելու է բոլորին։ Նորաստեղծ ընտանիքների մասով մենք, ինչպես նշեցի, արդեն փորձառությունը կա։ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին, երբ ընտանիքը պաշտպանության կարևոր առաջնային պլանում էր գտնվում եւ դաշնակցության անմիջական աջակցությամբ ընդունվում էին բազմաթիվ օրենքներ, մոտեցումներ, ընտանիքը պաշտպանված էր դառնում։ Այսօր մենք եկել ենք, որպեսզի ել ավելի ամրացնենք ընտանիքի պաշտպանությունը եւ ներդրվելու է աճող ընտանիքի մոդելը։ Ինչ է սա նշանակում առարկայորեն։ Սկսած երկրորդ երեխայից, յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնունդով ծնողների եկամտահարկը կնվազի եւս 3%-ով։ Սա շատ կարևոր խթան է եւ շատ կարևոր է հատկապես ու նաեւ այն ընտանիքների համար, երբ ծնողները աշխատում են եւ մտածում են, լավ, եթե երեխա ունենանք կզրկվենք շատ եկամուտներից, հնարավորությունից։ Սա նաեւ հնարավորություն է, որ այս մարդիկ մտածեն հակառակը։ Իրենք չեն զրկվելու եկամտից։ Իրենք ստանալու են պետության աջակցությունը, ստանալու են այդ արտոնությունը։ Բազմազավակ ընտանիքները, Արցախահայությունը պետությունից կստանան համալիր սոցիալական, զբաղվածության եւ բնակարանային աջակցություն։ Իդեպ ասեմ, սրանք որ ես թվարկում եմ, սրանք օդի մեջ խոսքեր չեն, սրանք պրակտիկ եւ մեր կողմից կատարված քայլեր են։ Իմ գործընկերները, որ այստեղ նստած են ազգային ժողովի падգամավորներ, մենք նախաձեռնություններ ենք արել, օրենսդրական նախաձեռնություններ ենք բերել բազմազավակ ընտանիքների մասին, սոցիալական պաշտպանության մասին, նույն
ինդեքսավորումների մասին, որոնք այս իշխանությունը մերժել է։ Եվ հետևաբար մեր քայլը, որ մենք կատարել ենք այդ ուղղությամբ, վերահաստատելու ենք, եւ դրա համար անհրաժեշտ է ձեր վստահությունը, սիրելի հայրենակիցներ, սիրելի բարեկամներ, որպեսզի այս ամենը դառնա իրականություն։ Իդեպ մի կարևոր խնդիր կա կապված բարեգործական հիմնադրամների հետ, երևի արդեն հայտնի է հանրությանը, որ բարեգործության հիմնադրամներ են ստեղծում ընտանիքի անդամներով եւ սկսում են քայլեր, գործողություններ եւ այլն կատարել, չարաշահելով իրենց դիրքը, հնարավորությունները։ Մենք արգելելու ենք բարեգործական հիմնադրամի ստեղծումը, որոնք ստվերային առատավոր երևույթների աղբյուր են դարձել, հատկապես այն, ոչ թե հատկապես, հենց նրանց համար, ովքեր զբաղեցնում են պետական պաշտոններ եւ նրանց ընտանիքի անդամները, որոնք որ ներգրաված են լինելու այդ աշխատանքների մեջ։ Մի կարևոր, կարծում եմ, ոլորտ կա եւ խավ կա, որին գրեթե երևի չկա Հայաստանում մարդ, որ առնչված չլինի, խոսքը տաքսու վարորդների մասին է, որոնք ոչ միայն չունեն նվազագույն սոցիալական երաշխիքներ, ավելին, այսօր դարձել են այսպես կոչված տուգանքի մատերիալ, ներողություն եմ խնդրում, բայց դա արդեն հանրահայտ բառ է դառել։ Ցավոք նրանք պետության կողմից անտեսված աշխատավորների միակ խումբը չեն։ Այսպիսի մի հսկայական 100,000-ավոր խումբ էլ կազմում են հողագործ գյուղացիները։ Մենք արժևորելու ենք աշխատանքը, հարկային դաշտում գործող տաքսի ծառայության վարորդների եւ հողագործությամբ զբաղվող գյուղացու աշխատանքը հաշվարկվելու է որպես աշխատանքային ստաժ։ Վարորդներին թալանող տուգանման բալային համակարգը վերացվելու է, իսկ արագության շեղման թույլատրելի շեմը 10-ից դառնալու է 15 կմ/ժ։ Սա շատ պրակտիկ առաջարկ է եւ ես կարծում եմ շատ-շատերը սպասում են այսպիսի գործողության։ Մեր թիրախը կայուն զբաղվածությունն է եւ գործազրկության բնական մակարդակի ապահովումը։ Տարեկան 35,000-ից 45,000 կայուն աշխատատեղերի ստեղծելու միջոցով մենք միասին կապահովենք գործազրկության մակարդակի ոչ միայն կրկնակի կրճատում, նաեւ գործազրկության բնական մակարդակի ապահովում։ Իդեպ ասեմ, սրանք խոսքեր չեն, ես արդեն նշեցի 1998-2008 թվականներին մենք ունեցել ենք եւ փառք Աստծո, որ այդ ցուցանիշները ինչ որ խոստացվում էր, դրա կրկնակին ավելին է արվել։ Հիմա մենք էլ այստեղ մենք նվազագույն խոստումներն ենք տալիս, անելու ենք ավելին եւ անելու ենք միասին։ Ձեր վստահության եւ մեր գիտելիքի ու փորձի համատեղմամբ միասին կարող ենք կերտել այս սոցիալական Հայաստանը, որտեղ ոչ միայն Հայաստանում բնակվողները, նաեւ Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցները ուզենան ապրել եւ ապրելու են։